խաղաղություն, փառք մեր Աստծուն։ Գիտեք, մարդը երբ սկսում է արդեն այդ գիտակցական տարիքում վերջապես հասակ է առնում, ներքին կարևոր մի պահանջ է իրեն մեջ սկսում դրսևորվել, ինքը ուզում է լինի ճանաչված։ Տարքիր է, որ դա բոլոր մարդկանց մեջ դրված է ու ուզում են մարդիկ լինել ճանաչված, որքան հնարավոր է շատ մարդիկ ճանաչեն։ Եվ այդ ճանաչված լինելու հիմքում ինչն է ընկած, փառավորվելու ցանկությունը, մեծարվելու ցանկությունը, հռչակվելու ցանկությունը, չէ՞, որքան շատ մարդիկ իրեն փառք կտան կամ իրեն կբարձրացնեն, կմեծարեն, բայց ամենաէականն ու կարևորը մարդ արարածի համար մեկի կողմից ճանաչված լինելն է, որ բացարձակ արժեք ունի, բացարձակ օգտակար է մարդու համար, եւ այդ մեկը նա է, ով ստեղծել է այդ մարդուն։ Եվ երանի այն մարդուն, որ հասկացել է, հասցրել է հասկանալ, որ իրեն համար ամենակարևորը, որպես մարդ արարածի, արարողի կողմից ճանաչված լինելն է։ Երանի այն մարդուն, որին հենց արարիչն է ճանաչում։ Գիտեք, լայն առումով, այսինքն ընդհանրապես Աստված բոլորին է ճանաչում, բայց որ ճանաչելու մասին է խոսքը։ Մոտ 8 միլիարդ մարդ է ապրում երկրի վրա, Աստված բոլորին ճանաչում է, թե մեծ, թե փոքր, եւ նա ճանաչում է բոլորին ամբողջովին է ճանաչում, նրանց ուղն ու ծուծը գիտի, նրանց մտածած ամեն մտքերը գիտի, նա գիտի նույնիսկ ով հետո ինչ պիտի անի եւ նրանց վերջը գիտի, վերջապես Աստված չկա արարածը նրա աչքերից ծածկված, չէ՞, բոլորին է ճանաչում, բայց այդ ճանաչելու մասին չի խոսքը։ Ես կարդալու եմ միտեղ ավետարանից շատ զգուշացնող խոսք, չգիտեմ ինչի սրտից դրվեց, այս մասին այսօր էլի խոսել այստեղ, 7-րդ գլուխ ավետարան Մատթեոսի վերջնամասում է գրված 21 խոսքից կարդամ, սկսած 21 խոսքից, ոչ թե ամեն մեկը, որ ինձի Տեր, Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնավոր հորս կամքը կկատարե, շատերը այն օր ինձի պիտի ասեն, ուշադրություն դարձրեք, ոչ քչեր, ասում է շատերը, ինչ պիտի ասեն այն օրը, Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեություն ըրինք, եւ քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով շատ հրաշքներ ըրինք, եւ այն ատեն անոնց հայտնապես պիտի ասեմ, թե ես բնավ ձեզ չէի ճանաչում։ Մեկդի գացեք քովես, դուք որ անօրենություն կգործեիք։ Որքան սթափեցնող, զգուշացնող խոսքեր է այստեղ, որ կարդում ենք, որ Տերը ասում է շատերին պիտի այսպես ասեմ, ու այդ շատերը հավատացյալ կոչվողների մասին է խոսքը, ոչ թե անհավատներին։ Եվ ինչ պիտի ասեմ, ես ձեզ չէի ճանաչում։ Ես ձեզ չէի ճանաչում։ Հետարքիր է, այդ հավատացյալների հավատացյալ դառնալու, որպես հավատացյալ ներկայանալու, քայլելու, վերջը ապրելու նպատակը որն էր։ Թեև այստեղ տեսնում ենք, որ այդ ոչ քչերը ասում է այն ժամանակ ինձ պիտի ասեն, Տեր, չէ որ քո անունով մարգարեություն ըրինք,
Հետարքիր է, որ նրանք մարգարեանում էին, հետո քո անունովդ ասում է դևեր էինք հանում անգամ, չէ, եւ հրաշքներ էինք գործում։ Արդյոք իրոք նրանք անում էին այդ բաները, քանի որ գրված է եւ Տերը չի ասում դուք չէիք անում, դուք ստում եք, ուրեմն իրոք անում էին նրանք։ Եվ կարևոր ասում է քո անունով, այո, նրանք չէին կարա Տիրոջ առջև կանգնած, ստեին ասեն քո անունով, այսինքն եթե իր անունով չէին արել, ասեն քո անունով։ Իրոք նրանք օգտագործել էին Տիրոջ անունը։ Եվ ահա այդպիսի գործեր էին գործել, հրաշքներ, վերջապես դևեր հանել, մարգարեանալ եւ այլն, բայց ցավալի, որքան ցավալի պատասխան Տիրոջից։ Ասում է այնատեն նրանց պիտի հայտնապես ասեմ, թե ես բնավ չէի ճանչնար, ոչ թե չեմ ճանաչում, չէի հիմա չեմ ճանա, այդ չէի ճանաչում։ Այն ժամանակ էլ ես ձեզ չէի ճանաչում, որ դուք այդ գործերը գործում եք իմ անունով։ Եվ պիտի ասեմ մեկդի գացեք քովես, որ անօրենություն եք գործում։ Որն էր նրանց անօրենությունը։ Ինչու՞մ էր կայանում նրանց չէ որ նրանք այդ գործերը, որ գործում են, դա նույնպես Աստծո խոսքի համեմատ է ավետարանում Տիրոջ որպես պատվեր նրանք Տերներ, չէ, ավետարանով գնացեք, բժշկեցեք, ազատագրեցեք, նրանք անում էին այն ինչ որ Տերը պատվիրել էր իրոք, այսինքն իր խոսքի մեջ։ Բայց կարևոր հարցը, ինչն էին նրանք վրիպել, ինչը չէին կարևորել։ Ես ուզում եմ եղբայրներ քուրեր, սրա վրա մեր ուշադրությունը հրավիրեմ, որ չլինի թե մենք էլ խաբված կանգնենք մի օր Տիրոջ առաջ եւ Տերը հանկարծ մեզանից մեկին ասի ես քեզ չէի ճանաչում։ Պատկերացնում եք երկար տարիներ հավատացյալը գնա, այդ ճանապարհը քայլի, վերջապես մասնակցի հավաքույթների, աղոթ քանի, սուրբ գիրք կարդա, ինչ որ վերջը, անգամ ծառայություններ, հանձնարարված կատարի եւ այլն, բայց արդյոք այդ ամենն է կարևոր։ Իհարկե դրանք նույնպես կարևոր են, որ Տերն է պատվիրել, որ անենք այդ բաները, բայց այդ ամենից առաջ ինչ անենք։ Ինչը կարևորենք, դնենք առաջի տեղում, որ այդ բոլոր մնացած այդ գործերը, ծառայությունները, որ նույնպես Տիրոջ խոսքի համեմատ է, որ արժեք ունենան եւ Տերը դրանց համար մեզ չհանդիմանի, ինչ անենք նախ եւ առաջ։ Քանի որ այստեղ ասում է դուք ինչ չեք ճանաչում, այստեղ հենց գլխավոր հարցը Տիրոջը ճանաչելու հարցն է։ Ծառայել մեկին կամ գործել ինչ-որ մեկի անունից չճանաչելով այդ մեկին։ Որքան մեծ լրջագույն հանցանք ասա Տիրոջ առջև։ Օգտագործել մեկի անուն, ասում է քո անունով արեցինք այդ բաները, բայց չկարևորել այդ անուվան Տիրոջը ճանաչելը։ Այդ ճանաչել բառը ես բնագրային իմաստների բառարանում կարդացել եմ։ Այնտեղ էլի իմաստ կա հունարենում բնագրում այդպես է ասում, ճանաչել այսինքն ընդունել, այսինքն դուք ինձ եւ ընդունել ամբողջովին, այսինքն ընդունում եք, բայց ամբողջովին ընդունելու հարց կա։ Գիտեք, զատիկի գառը, որ պիտի ուտեին, ինչպես Տերը պատվիրեց Հինուխտում, չէ, Մովսեսի միջոցով, այդ գառը որ մասը պիտի ուտեին։ Անցած Կիրակի զատիկն ենք նշում, ինչ չափով պիտի ուտեին։ Ամբողջ գառը, ամբողջը պիտի ուտեին։ Անգամ փորոտիքը պիտի ուտեին։ Այնտեղ չպիտի ասեն, այս մասը դուրս գալիս է, այն մասը դուրս չի գալիս։ Ուրեմն ընդունել նշանակում ամբողջովին ընդունել։ Հետո այդ բնագրային բառի իմաստի մեջ կա փորձարաբար ճանաչելը, փորձարաբար։
համոզվածությամբ ճանաչելը, անձնական փորձառությամբ ճանաչելը։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Եթե կարճ ասենք, մի հնարավորություն կա այդպես ճանաչելու, հաղորդակցվելու եւ շփվելու նրա հետ։ Ուրեմն Տերը այդ գինը վճարել է, որ հնարավոր լինի մարդը ոչ թե հերվից իմանա իր մասին, ինչ որ գիտելիքներ հավաքի իր մասին։ Այդ զոհի նպատակը խաչի վրա, որ Աստված իրականացրել է, հենց դրանում է կայանում, որ հնարավոր դառնա մարդը վերադառնա, չէ, Ադամով մարդը ընկավ, հեռացավ Աստծուց։ Քրիստոսով մարդը նորից վերականգնվում է մարդ Աստված հարաբերությունների մեջ եւ վերականգնվելով այդ հարաբերությունների մեջ նպատակը որն է, որ վերականգնվի հաղորդակցությունը, որ այդ մարդը շփվի Աստծո հետ եւ այս դեպքում ոչ թե ուղղակի ստեղծված Աստծո կողմից, այլ ավելի բարձր մակարդակի ճանաչողության համար եւ ավելի բարձր, շատ ավելի բարձր դիրք զբաղեցնի Աստծո հետ հարաբերություններում, որդու դիրքից, հարազատ զավակի դիրքից շփվի եւ հաղորդակցվի Աստծո հետ, որպես հարազատ հոր։ Եվ այս գինը Տերը վճարել է խաչի վրա, որ դա հնարավոր լինի եւ դարձել է արդեն հնարավոր։ Ուրեմն մեր գերխնդիրը ո՞րն է հավատացյալ դառնալու։ Որ ճանաչենք իրան։ Իսկ ինչպես ճանաչենք, ունենանք հաղորդակցություն մեր Տիրոջ հետ, շփվենք նրա հետ։ Լսում եք, այդ հաղորդակցությունը, որ Տերը այդ թանկ գնով ձեռք է բերել, հնարավոր է դարձրել, նա ուզում է մեզանից յուրաքանչյուրի հետ ունենա անձնական հաղորդակցություն։ Եթե մեկը ապաշխարել է, վերստին ծնվել է, ուրեմն հաստատ Աստված դրա համար է հենց այդ կարողությունը տվել, այդ զորությունը ապաշխարելու եւ այդ վերստին ծնունդը դարձրել իրական քո մեջ, որ դու որպես այլևս նոր ստեղծված Աստծո զավակ որպես առանց վախի, առանց հանդիմանվելու, համարձակությունով, ինչպես ասում եմ, մոտենանք շնորհած աթոռին, համարձակությունով եւ այդ աթոռը շնորհած աթոռը, օրենքի աթոռը չի, շնորհած Աստծուն, մեր հորը մոտենանք համարձակությունով, մեր գտնված բոլոր վիճակների մեջ, չասենք Տեր, դե հիմա ինձ Տերը կընդունի, այսքան սխալ բան արեցի կամ նորից ընկա, նորից չգիտեմ ինչ որ ասում է արդարը 7 անգամ էլ ընկնի, նորից պիտի կանգնի։ Այդ 7-ը 7 անգամ չի, գիտեք, 7-ը ուղղակի կատարյալ չափ է նշանակում։ Մեկի համար այդ 7-ը չգիտեմ, կարող է որքան է, մյուսի համար, այսինքն Աստված չի նայում քանի անգամ ենք ընկել մենք, Աստված նայում է քանի անգամ ենք ոտքի կանգնել, համարձակությամբ, հավատքով կանգնել եւ ասել Տեր, ես քո զավակն եմ, հա ընկել եմ, բայց ես առանց քեզ չունեմ կյանք։ Եվ նորից Աստծո այդ հարաբերությունները շտկել, որտեվ ճանաչելու հարցը համար առաջի հարցն է։ Տեսեք, ես կարդամ Հովանու ավետարան 17-րդ գլուխ 3-րդ խոսքը քահանապետական աղոթքի մեջ տեսեք ինչ է ասում։ Եվ այս է հավիտենական կյանքը, լսում եք, եւ այս է հավիտենն ասում, եւ այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միմիայն ճշմարիտ Աստվածդ ու Հիսուս Քրիստոսը զորդուն ղրկեցիր։ Ահա հավիտենական կյանքը, որ նրանք ովքեր իրոք Աստծո անունը վերցրել են իրենց վրա, Տիրոջ անունը, նրանց նպատակը լինի այդ Աստծուն ճանաչելը։ Եվ շատ կարևոր 10-14 Հովանու ավետարան, այս նույն ավետարանից տեսեք Հիսուսն ինչ է ասում։ Հետևյալ ուրեմն խոսքը կարդամ, 10-14 Ես եմ բարի հովիվը,
եւ ճանաչում եմ իմ իններս եւ կճանչեցվիմ իմ իններից։ Եթե ուշադիր եք, ուրեմն ասում ես եմ բարի հովիվը, ես ճանաչում եմ նրանք, ովքեր իմն են, եւ ճանաչվում եմ իմ ինների կողմից։ Ուրեմն ինչ է ստացվում, որ այնտեղ որ Տերն ասեց ես ձեզ չէի ճանաչում, ուրեմն ահա թե ինչու չէի ճանաչում, որովհետև դուք էլ ինձ չէիք ճանաչում։ Հնարավոր չի, որ դուք կարևորեիք ինձ ճանաչելը եւ ես ձեզ չճանաչեի։ Այսինքն երբ Տերն ասում է ես ձեզ չէի ճանաչում, նկատի ունի, որ դուք չկարևորեցիք ինձ ճանաչելը։ Եվ գիտեք, մարդը Աստծուն ճանաչելով է, որ նաև ինքը իրեն է ճանաչում։ Աստծուն մոտենալով է, լույսին մոտենալով է, որ մարդը սկսում է օրորի նաև ինքը իրեն տեսնել, ով է ինքը։ Եվ ճիշտ պատկերացում ունենալ իր մասին, եւ ճիշտ գնահատական տալ իրեն։ Եվ մարդը, որպես Աստծո կողմից ստեղծված, իրոք ավելի կարևոր էական բան չունես երկրավոր կյանքի մեջ անելու, քան մոտենալու կամ մերձենալու կամ վերջապես հաղորդակցվելով ավելին, այս նույն 17-րդ գլխի մեջ Հովանու ավետարանի, որ կարդացի, որ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միմիան ճշմարիտ Աստվածը եւ Հիսուս Քրիստոսին, որին դու ղրկեցիր, շարունակության մեջ այդ քահանայապետական աղոթքում Տերը այդպես աղոթում, ասում է, որպեսի 21-22 համարներում ասում է, որպեսի ինչպես ես եւ դու Հայր մեկ ենք, նրանք էլ մեր մեջ մեկ լինեն։ Նրանք մեր մեջ մեկ լինեն։ Ուրեմն ճանաչելու նաեւ նոր կտակարանի չափանիշների Աստծո նկատի ունեցած մակարդակը որն է, ճանաչել Քրիստոսին մեկանալու ճանապարհով։ Այսինքն Հիսուսը որ նույն Հովանի 15:4-ում ասում է իմ մեջս կեցեք եւ ես ձեր մեջ։ Տեսեք, բոլոր նրանք ովքեր արդեն եկել են իրեն, դարձել են քրիստոնյա ճշմարիտ, բարի իսկական իմաստով հավատացյալ, Տերը տեղ է նախատեսել եւ ասում է իմ մեջս կեցեք եւ ես ձեր մեջ։ Փոխադարձաբար մենք իրար մեջ պիտի լինենք։ Աշակերտները երկար 3 տարի ավել, չէ, Հիսուս Քրիստոսի հետ, իրենց վարդապետի հետ քայլեցին, շրջեցին, քնեցին, կերան, վերջապես այդ հրաշքներ, նշաններ, գործեր սաղ տեսան, ականատեսն էին նրանք անմիջապես, չէ։ Շփվում էին Հիսուսի հետ, բայց եկավ պահը, որ բանից պարզվեց, որ նրանք Հիսուսին չեն ճանաչում։ Ինչու, որտեվ հնարավոր չի Տիրոջը դրսից ճանաչել։ Քրիստոսի ճանաչելու միակ տեղը դիրքը, ահա թե ինչու է Հիսուսը ասում 15:4 Հովանու, իմ մեջս կեցեք եւ ես ձեր մեջ, այդ որդատունքի օրինակով խոսելով, ճյուղը որդատունքի վրա, որտեվ փոխադարձ այս հարաբերությունների արդյունքում է, որ մենք միասին ոչ միայն երկրի վրա, այլ հավիտենության մեջ կկարողանանք ապրել։ Եվ ես քեզ Տերն ասում եմ, ոչ թե կանչել եմ, որ ես երկրավոր կյանքի կտրվածքով ինչ որ բաներ դու տեսնես, զգաս, վայելես, ոչ, ես քեզ կանչել եմ, որ դարձնեմ նոր արարած, նոր մարդ, նմանեցնեմ ինձ, որ քո ներսում օր-օրի գնալով ավելի տեսանելի դառնա իմ կյանքը, իմ բնությունը, որ դու փոխված մարդ, նոր ստեղծված, որպես ես իրավունքով քեզ երբ որ գամ, տանեմ, վերցնեմ եւ մենք լինենք այլևս հավիտյան միասին։ Մատթեոս ավետարան 25-րդ գլխի 12 խոսքում տեսեք, նորից ճանաչելու մասին այնտեղ կարևոր բան է ասում Հիսուսը։ Եվ գիտեք, այստեղ ասում է անմիտ կույսերին, հիմար կույսերին ասում։ Երբ որ եկան դուռը ծեծեցին, Տերը բացեց, արդեն ուշացած եկան նրանք։ Տերը գիտեք ինչ ասեց։ Ասեց ճշմարիտ եմ ասում, ես ձեզ չեմ ճանաչում։ Ուրեմն ճանաչել փոխադարձաբար միայն Տերը ում որ ասում է ես ձեզ չեմ ճանաչում, նկատի ունի դուք էլ ինձ չեք ճանաչում։
Որտեւ եթե դուք կարևորեիք ինձ ճանաչելը, ճանաչելն այև էս իմաստն էլ ունի, ինձ հետ հաշվի նստել։ Ռուսերեն признавать։ Այդ իմաստը կա այստեղ։ Ինձ հետ հաշվի նստել, ամեն ինչում ինձ հաշիվ տալ, ամեն ինչում ինձ դնել իմ տեղում, այն տեղում, որին դուք եք արժանացնում ինձ։ Իրոք ես այն Տերն եմ, ես այն Աստվածն եմ, որ դուք թեև շուրթերով, բարերով կարող ասում եք, բայց պրակտիկ ձեր ապրած կյանքում ինձ դնում եք այդ տեղում։ Այդ պատիվը տալիս եք ինձ, ասում եք, թե ես Տեր եմ, չէ, ուր է այդ պատիվը։ Ուր է այն պատիվը Մաղաքիա մարգարեության մեջ։ Աստված ողորմություն անի, եղբայրներ, քույրեր։ Ես ուզում եմ 1-2 մտքի վրա, խոսքի վրա էլ կանգնեմ ու ամփոփեմ խոսքս։ Ուրեմն Փիլիպեցիների 3:10 եկեք այդ համարն էլ կարդամ, կարևոր նորից այս ճշմարտության հետ կապված միտք է արտահայտում առաքյալը, շատ կարևոր, հետևյալն է ասում։ Իհարկե եկեք 8-ից կարդամ։ Իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեպեմ իմ Տիրոջս Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, այստեղ գիտության ճանաչելու համար, տեսեք, գիտենալու համար։ Ասում բոլոր բաները վնաս եմ համարում։ Իմ Տիրոջս Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որու համար ամեն բաներեն զրկվեցա, ամեն բաներից զրկվեցի եւ աղտեղություն եմ համարում, թե զրկվել եմ, բայց ինքը արժեք չի տալիս, թե ինչից է զրկվել։ Ասում եմ, ես աղտեղություն, աղբ եմ համարում, որ հանուն Հիսուսի ինչից որ զրկվել եմ, որպեսզի Քրիստոսը շահեմ, այդ նպատակը ինչու զրկվեցի, ինչու այդ ամենը աղբ համարեցի, երկրավոր կյանքի հետ կապված մարդու ցանկալի այդ ամեն բաներից ես զրկվեցի, աղբ եմ համարում, ինչու, որպեսզի Քրիստոսը շահեմ ու իր մեջ գտնվեմ, տեսեք, ու իր մեջ գտնվեմ, Հիսուսի ասաց, որ ասաց այդ խոսքը 15-4 հովանու, իմ մեջը սկեցեք, լավ է, որ դու դարձել ես հավատացյալ, բայց դու պիտի սովորես իմ մեջ կենալ, այսինքն ապրել իմ մեջ, որտեղ ամեն վերստի ծնված մարդ երկու դիրքում կարա ապրել, երկու իրականության մեջ, մեկը իր բնական կյանքով, ինքը իր մեջ, ինչպես բոլոր մարդիկ իր կյանքով բնական, իր ցանկություններով, իր մարմնավոր մտքով եւ այլն, բայց քանի որ իր ներսում կա նաեւ Քրիստոսի կյանքը, որդու կյանքը, ինքը կարա իրոք իր բնական կյանքը սովորի նորից նույն Սուրբ Հոգու օգնությամբ ամեն օր դնի զոհասեղանին կամ նույն նավոր ամեն օր խաչը վերցնի իր համար ապրելու խնդիրը լուծելու համար, այսինքն ինքը իրեն մերժած զոհասեղանին դնելով իր համար ապրելը մերժած եւ ապրի այդ իր ներսում նույնպես իրական եղող որդու կյանքով, Քրիստոսի կյանքով Ահա դրա համար է խաչվել, որ դու երբևէ ես կարողանանք ապրել նրա կյանքով, կամ այդ նույնն որ թույլ տանք ինքը ապրի մեր մեջ, ինքը քայլի, ինքը գործի, մենք լինենք տեղ, միջոց, ուղղակի իրեն հանձնված, որ չխանգարենք, որ ինքը ոնց ուզում է թող ապրի, ոնց ուզում է թող դրսևորի, այդ կյանքը չարքելափակենք, չխոչընդոտենք, որ ազատ այդ կյանքը սկսի հոսել, ասում է, ձեր ներսից կենթանի ջրի գետեր պիտի բխեն։ Այդ կյանքի գետերն են դրանք Քրիստոս կյանքի։ Դրա համար է նա իր հոգին ուղարկել մեր մեջ եւ շարունակելով այս հատվածը ես ավարտեմ միտքս ու իր մեջ գտնվեմ եւ նոր ասում է, ոչ թե իմ արդարությունը ունենամ, որ օրենքից է։ Տեսեք, Հիսուսից դուրս գտնվող բոլոր հավատացյալները կապ չունի որքան են
խոսում շնորհքի մասին, եթե գործնականում իրենց մեջ են ապրում, այսինքն Քրիստոսից դուրս, նրանք իրենց արդարությամբ են ապրում ու առաջնորդվում, որը օրենքից է, օրենքի հոգեբանությունից է։ Իսկ ստե ասում է իր մեջ գտնվեմ եւ ոչ թե իմ արդարությունս ունենամ, որ օրենքն է, հապա Քրիստոսի հավատքով եղած արդարությունը, որ Աստվածանից է հավատքով։ Եվ 10 խոսքը, որ ասեցի, ահա կարևոր այս խոսքը, ճանաչելու զանիկա ու անոր հարության զորությունը, նպատակը, որպեսզի ճանաչեմ նրան, ուրեմն եթե չգտնվեմ ես իր մեջ, ես իրան չեմ ճանաչի։ Նորից եմ կրկնում, դրսից հնարավոր չի Հիսուսին ճանաչել, եղբայրներ, քուրեր։ Աշակերտների օրինակը վառ օրինակ է, նրանք դրսում դրսից իրար հետ էին միշտ, բայց նրանք հոգու մեջ մեկացած չէին Հիսուսի հետ։ Ահա թե ինչու Տերը իր հոգին ուղարկեց մեր մեջ, ասաց, երբ որ նա գա, ձեզ ամեն ճշմարտության կառաջնորդի, չէ՞։ Ամեն կամ ամբողջ ճշմարտությանը կառաջնորդի, իսկ ի՞նչն է այդ ամեն ճշմարտությունը, ամբողջ։ Ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է ամբողջ ճշմարտությունը։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ այդ ամբողջ ճշմարտությանը դեպի առաջնորդի եւ ավելին, որ մեզ մեկացնի նրա հետ։ Հիսուսի աղոթքը, որ խնդրել է այդ հորից, չէ՞ ժամանակին, որ ի գործ դրվի մեր մեջ, կատարվի, Տերը արդեն աղոթել է իմ եւ քո նրա հետ մեկանալու համար։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ նա այսպիսի անսահման մեծ պատվի արժանացրեց մեզ։ Ով է ես, ով է դու, որ հնարավորություն եւ իրավունք ունենայինք Տերերի Տիրոջ հետ մեկանալու, ամենակարող Աստծո հետ մեկանալու եւ իրավունքով նրա հարազատ զավակը կոչվելու։ Ուրեմն իմ կոչը սա է, ավարտելով խոսքս։ Մեր պաշտամունքների գնալը, աղոթներ անելը, դրանք պետք են, շատ լավ են։ Սուրբ Գիրք կարդալը, շփվելը հավատացյալների հետ, ինչ որ հանձնարարություններ, ծառայություններ կատարելը, դրանք նույնպես պետք են եւ լավ է, բայց դրանք կարևորը չեն։ Այդ ամենը պիտի բխի նրա հետ ապրելուց, նրա ներկայության մեջ քայլելուց, նրա հետ ամեն օր այդ հաղորդակցությունը ի գործ դնելուց, ճաշակելուց։ Թող Աստված օրհնի, եկեք ոտքի կանգնենք եւ